Փողոցում տեսնում եմ մի մարդ, որը դագաղ է տանում ու ծանր մենակով դագաղը տանում է ու մտածում որ երևի ինչ որ նվիրական մեռելի է տանում հասցնի, շատ դժվար է տանում, բայց պետքա տանի հասցնի, բան ու դրանից հետո ասում է այդպես էլ ես ընթերցող ճիշտ այդ վարժապետի նման ուր եմ գնում, ինչու եմ հպել, բայց ոչ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը եւ ուզում եմ տեղ հասցնեմ, ուր։ Եվ միթե այնտեղ տկնությանս վերջում որպես նվիրական սիրելի մի մեռել չպիտի պատկերանա ինձ երկիրը նայրի, որին դամբանելու համար տանում եմ ահա խոհերից տողաշար դագաղը, տանում եմ կամքից հակառակ, որովհետեւ այո հարկավոր է տանել, չէ որ այո թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի եւ հարազատ լինեն, չէ որ միևնույն է հակառակ դեպքում կքայքայվեն նոքա, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից։ Թողնենք ուրեմն մի կողմ լիրիկական զեղումը սիրելի ընթերցող եւ անցնենք Նայիրյան այդ քաղաքի օրերին եւ դեպքերին։ Այսինքն էլի ինչ որ այդ ցիկլը փակելու բան կա, էլի ոնց որ այդ ամբողջ այդ մեր բոլոր այդ դժբախտությունների բանի ցիկլը փակելու ինչ որ մի կերպ բան տալու, ինչ որ հույս տալու, չգիտեմ։ Առաջ հանրապետությունը կործանվել է, այսինքն ինքն էլ հավատում է բոլշևիկներին, ինքը հավատում է հոկտեմբերյան հեղափոխությանը, ինքը հավատում է համաշխարհային հեղափոխությանը, ու իսկապես ասում է, լավ, այդ նվիրական դիակը թաղենք, նոր Հայաստան կառուցենք, նույն նա առաջաբանում է, չի ասում, հիմա կասում է իսկական Հայաստան, սովետական Հայաստան, մարդիկ, սովորական մարդիկ են եւ այլն։